հայտարարումը, որ 3 հանրապետություն չէ, 1 ազգ, այսինքն ինքը Կիպրոսն էլ է արդեն համարում։ Անտեսած, դուք ասում եք, ինչի ինդիմությունը, չգիտեմ, ինչ չի անում։ Ոչ մի բանով, ինչ էս սենց անտեսելու բաներ, Ալիևը պարզ հստակ արդեն հայտարարում են, չէ՞։ Վերջացավ, հարցը լուծեցին, չէ՞, Եվրոպայի սորտի մեջ Հունաստանի հետ հարցը լուծեցին, արդեն համարում են իրանց հանրապետություն, ավարտված թեմա։ Էս այն մարդն է, ում հետ, էս մեր տականքը, որ գնում է խաղաղության, ու վստահ է, որ խաղաղության որն է, այս մարդը արդեն արևմտյան Ադրբեջանի բանա, չէ՞, դե պլաններ է գծում, հեռուստաընկերություն է կազմակերպում, չգիտեմ ինչ է անում, ոչ մեկ չի կասկածում, չէ՞, որ շատ կարճ ժամանակից ասելու է 4 հանրապետություն, չէ՞, 4 հանրապետություն մեկա չկա։ Այս թեման ընդդիմության օրակարգում ընդհանրապես գոյություն չունի։ Եվ տեսեք, հիմա որ քննադատում է, կարող ենք նաև դրա մասին խոսել, հա, ասում ենք խորհրդարանական ընդդիմությունը պիտի անի, համաձայն եմ։ Երկուսն էլ թերանում են, եւ մեծը, եւ Հայաստան դաշինքը եւ պատիվ ունեմ, բայց կար մի շրջան, որ այդպես բարգավաճ Հայաստաններ այնտեղ Էդմոն Մարուկյանն եւ բանը փողոցում կամ խորհրդարանից դուրս գոյացել էր մի հատ այնպիսի ինտիմատիվ պայքար, որ այնպիսի ուժեր ձևավորել, որ պետք է այդ խորհրդարանը ծրվեր։ Հիմա, եթե իրանք թերանում են, այդ ամեն ինչը ինչի դրսում չի գոյանում, ինչի է չի խմորվում, չի ստեղծում, ինչն է խանգարում, որ ինչ որ ուժեր, ասենք, չգիտեմ, հրապարական ինչ որ բան անեն, որ վաղը մեկ էլ ես էլ համաձայն եմ ձեզ հետ, ասեմ թող գրադելին գնան այդ խորհրդարանից, ինչի չի ձևավորվում։ Ուրեմն ձևավորվում է։ Չի ձևավորվում։ Դելեսի որ Չի ձևավորվում։ ձևավորվում։ Դելեսի։ Հա։ Այսօր հիմա ժամը 12:10։ Ինչի վրա գնալու եք ձևական 10 մարդը հավաքվելու։ Ես խոսում եմ նրա մասին, որ կարողանան եւ ազդեցիկ լինել, եւ իրանց հետևից տանեն գոնե 5000 մարդ, գոնե 10000 մարդ։ Այսօր այդպիսի ուժ չկա։ Ծառուկյանը ոչ մեկի պետք չի, ոչ, որտեղ ես համարում եմ դա սխալ բան։ Վանեցյանը չի կարող դա անել։ Սրբազանը գոնե պետք է բարոյականություն ունենար ասել, ոնց որ այն ժամանակ ասել, ձախողել եմ, հիմա չգիտեմ ինչով եմ ես զբաղված։ Չկա այդպիսի մի բան։ Դուք եք, որ ունեք հանրային այսպիսի բան, բայց ցավոք սրտի չեք կարողանում մոբիլիզացնել, ցավով եմ ասում, որտեղ ես գիտեք ոնց եմ ձեզ գնահատում։ Այսպես մի քանի շատ մեծ աշխատանք տանող մարդիկ կան, բայց չեն կարողանում չեն վարկաբեկում։ Ես ասում եմ, չի ստացվելու, որովհետև մի քանի անգամ կոչ է կարել երկու շատ ազդեցիկ մարդիկ, հեղինակություն ունեցող, որովհետև մի հասկացություն, որ մարդ ինչ որ մի քայլի գնում է, միշտ գոնե 10 քայլ առաջ կամ լավ առնվազն 3 քայլ առաջ պիտի հաշիվ թե ինչ է տեղի ունենալու։ Եթե օրինակ Սրբազանը այն փուլում, որ ինքը գալիս էր, արդեն այդ էներգիան կար, պայքարի, այս ամեն ինչը կար, մենք այդ ժամանակ դի պահանջենք, որտեվ 50000 արդեն փողոց էր դուրս եկել։ Այդ ժամանակ դի գնայինք ասենք sense, երբ որ այդ էներգիան կար, ոչ թե ցրեինք այդ ամեն ինչը։ Այսինքն մենք, հա, ասել եմ, բարձրացել եմ ամբիոն, Բագրատ Սրբազանին ասել եմ, Բագրատ Սրբազանն է ողջ առողջը ասել եմ, պահանջել եմ դա, եթերում եմ ասել, մենք պետք է այդ ժամանակ կարողանանք։ Չէ, բայց եթե դուք ցած ամեն ինչը լավ գիտեք, չեք ասում, որ ուրիշներ ինչ են, դուք արեք։ Ես քաղաքական գործիչ չեմ։ Ես քաղաքական գործիչ եմ։ Հասարակական գործիչ եմ։ Ես քաղաքական գործիչ եմ։ Ես ասում եմ, ես քաղաքական գործիչ չեմ, դա իմ գործիչ է, դա քաղաքական գործիչների գործառույթն է։ Այդ ֆունկցիան իր վրա վերցրեց Սրբազանը։ Ես լրագրող եմ եւ հնարավորություն եմ տալիս հարցեր բարձրացնելու եւ հարցեր տալիս։ Դուք կարողանալու եք մոբիլիզացնել։ Եթե լրագրող եք, ուրեմն նստեք լուրերը գրեք։ Ոչ, ես լուր գրող չեմ, ես հանրային հարցերը բարձրացնող եմ։ Եթե հանրային հարցեր բարձրացնող եք, ուրեմն հանրային հարցեր բարձրացնողի կարգավիճակի մեջ մտեք։ Հարց եմ տալիս այն ժամանակ, երբ որ կար մոբիլիզացիա, Բագրատ Սրբազանը հավաքել էր այդքան մարդ, ինչի չպահանջեցիք, նույն ընդդիմությունից, նույն Բագրատ Սրբազանից ինչի չպահանջեցիք, եթե ինքը չարեց, ինչի ամոթանք չտվեցիք, չասեցիք, ինչի դուք դա ցրեցիք, կար չէ, ժողովուրդը դուրս էր եկել, այդ պահին պիտի լիներ, ինչի չեղավ դա։ Լավ, սերի այնակիցներ։ Լավ չկա այդ։ Չէ, դե հիմա լուրջ բան որ ելեք։ Մենք շատ լուրջ բան ենք, լուրջ չի։ Հիմա դուք կտեսնեք 20 հոգի են հավաքվելու, թե 30 հոգի են հավաքվելու։ Հիմա սիրելի հայրենակիցներ, այսօր ժամը 14:00-ին ազգային ժողովում, ընդունարանում ոչ մի հանրային միջոցառում չի, պետք չի որ որևէ մեկը գա, մենք այսօր ընդ պիկետ չենք կազմակերպում, միտինգ չենք կազմակերպում, 10 հոգի էլ պետք չի որ գա, հրավիրում ենք միայն լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որպեսզի նրանց միջոցով մեր հանրությանը փոխանցենք այն հիմնական ուղերձը, այն գործընթացի, որը պաշտոնապես մեկնարկում է այսօր։ Իսկ ինչ է այդ գործընթացը, որ մենք պահանջելու ենք
ազգային ժողովի բոլոր 107 падգամավորներից բոլորից առանց բացառության, առանց տարբերակելու նրանց ունեցած քաղաքական հայացքները, նրանց զբաղեցրած կարգավիճակը, նրանց մինչ այժմ արտահայտած կարծիքները բոլոր 107 падգամավորներին փոխանցվելու են անհատական իրենց անունով գրված նամակներ առանց նշելու իրենց տարիքը, իրենց սեռական պատկանելությունը, իրենց խմբակցություններին պատկանելությունը եւ այլն, որովհետեւ սահմանադրությամբ բոլոր падգամավորները ունեն հավասար կարգավիճակ, յուրաքանչյուր падգամավոր առանձին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ պիտի որոշումներ կայացնի իր խղճով եւ համոզմունքներով։ Հիմա падգամավորները այս ստեղծված իրավիճակում ունեն սահմանադրական պարտականություն, անվստահություն հայտնելու վարչապետին։ Այդ հիմնավորումներով նամակը այսօր ժամը 14:00-ին մենք հանձնելու ենք ազգային ժողով։ Ինչ եք 10 օրյա ժամկետում դուք ակնկալում եք, որ մենք հələ խնդիրներ ունենք նաև ընդդիմադիր խմբակցությունների հետ, Արցախը Ադրբեջան է, ով է հայտարարել։ Հայտարարել է այս տականքը, չէ՞, Արցախը Ադրբեջանը հանձնել է, Նիկոլը հանձնել է, ճիշտ է, ահա։ Կիրանցի տարածքները հանձնել է ինքը։ Նիկոլ Փաշինյանի ժամանակ տեղի ունեցել Արցախի ցեղասպանություն։ Նիկոլ Փաշինյանի ժամանակ տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունից տարածքների հանձնում։ Նիկոլ Փաշինյանի ժամանակ ավիրվել է մեր, ինչ ասեմ, սահմանային պաշտպանվածությունը եւ նաեւ բանակը եւ այլն եւ այլն։ ԿՊ-ն այդ ամենի կրողն է թե ոչ։ Հանցագործ, ցեղասպան Նիկոլի պատասխանատվություն այդ որ կա տարածվում է դա ԿՊ-ականների վրա թե ոչ։ Ինչու՞ միայն ԿՊ-ական։ Տարածվում է, չէ՞ ԿՊ-ի վրա։ Ահա։ Հիմա մենք ակնկալում ենք, որ ցեղասպան, հանցագործ ԿՊ-ականը պետք է գա եւ քվեարկի, չգիտեմ, եւ իր քվեարկությամբ դուք ակնկալում եք իրանց քվեարկությունը, որ պետք է ցեղասպանները, ցեղասպանության մասնակից ԿՊ-ականները, բռնած էսա, պաշտպան էսա, Հովիկ Աղազարյան տականքի նման տականքները, չէ՞, ԿՊ-ական տականքները։ Դուք ակնկալում եք, որ պետք է խիղճ իրանց մեջ խոսի կամ ես էլ ակնկալեմ, որ այս ցեղասպանները պետք է գան բան քվեարկեն։ Հանցագործները, իրանք պիտի իրանց հանցագործության համար պատասխան տան, ոչ թե գնան ինչ որ բան քվեարկեն։ Մենք պիտի մոբիլիզացնենք, պահանջենք, որ ծրվի ընդհանրապես նոր ընտրություններ, 50-100 հազարով գնանք պահանջենք եւ ընդհանրապես իրանց քարշ տանք դատարան։ Բոլոր ԿՊ-ականներին քարշ տալ դատարան։ Ես քաղաքական գործիչ չեմ, դրա համար կա 100 քանի կուսակցություն։ Եվ կան մարդիկ, որ այդ պատասխանատվությունը իրանց վրա են վերցրել։ Հա? Դուք ասում եք թորիշն Ես ասում եմ, որ հանցագործ, ցեղասպան ԿՊ-ի, դուք ակնկալում եք հանցագործ, ցեղասպան ԿՊ-ականների քվեարկություն։ Ես ինչ եմ ակնկալում, ես հիմա Ես հարց եմ տալի։ հայտնել։ Սիրելի ժողովուրդ, ես չգիտեմ։ Եթե դուք այլ լուծումներ ունեք, ես ասում եմ, որ ցեղասպան հայրենիք հանձնող տականք Հովիկ Աղազարյանի նման վիժվածքներից չպիտի այդպիսի քվեարկում ակնկալել։ Իրանց պիտի քարշ տալ դատարաններ, իրանք հանցագործներ են, դավաճաններ են, երկիր հանձնողներ են։ Մենք պիտի մոբիլիզացիա լինի, ձախողել է Սրբազանը, ձախողել է, պիտի նոր բան հենց հիմա Ալիևն ասում է հողա նախապատրաստում, որ բանալին 4-րդ հանրապետություն։ Սատկացեք ընդդիմություն։ Չեք տեսել ինչ է ասել Ալիևը։ Չգիտեք ինչ պիտի խոսեք, կամ նույնը գնացել եք ձեր հորարևին ընդդիմադիր առաջնորդներ եք, մենք այսօր դրա մասին չենք խոսելու։ Ո՞վ է խոսելու Արցախի ցեղասպանության մասին։ Այս պիտի պահանջել ընդդիմադիրներից, ընդդիմադիր բոլոր առաջնորդներից խեղդել, պահանջել, ասել վատ եք աշխատում, չեք անում ձեր հիմնական գործը։ Բոլորից անխտիր, Ծառուկյան դու պատասխանատու չես։ Գնացել ես քվեարկել ես, հրեշին բերել ես, որ գրողի ծոցնես։ Վանեցյան դու պատասխանատու չես, 2 տարի ես հրեշին ծառայել ես։ Սերժ Սարգսյան դու պատասխանատու չես, քո կուսակցության կեսը գնացել ձայնատվե։ Բոլորդ էլ պատասխանատու եք, ուրեմն գնացեք ձեր վրա վերցեք ով որ արել է։ Ամբողջական ցանկը։ Ամբողջական ցանկը, ինչ ասեմ, ամբողջական ցանկը։ Ուզում եք Ռոբերտ Քոչարյանի անունով, Ռոբերտ Քոչարյանը գոնե ասել է երկիրը ճամփրուկ չի։ Ասեք հերթով ասեմ, Սրբազան պատասխանատու ես, հանել ես, հիասթափեցել ես, հիմա էլ չգիտես ինչով ես զբաղված, խայտարակությամբ ես զբաղված։ Որի անունը տամ, Հայաստան դաշինք, 1000 մի պրոբլեմ կա, հենց որ ընտրության հոտ եք առնում, 3 падգամավոր ակտիվանում եք, ինչով եք զբաղված, պատիվ ունեմ, խայտարակություն, ինչի չեք գնում հարցախեղ տանեք Նիկոլին, եթե դուք հարմար չի ձեզ ընտեղ ընդհանրապես մի գնացեք, ես պիտի բարձացի բոլոր ընդդիմադիրների առաջ, ոչ թե 3 կսեց գործիչների վրա է մնացել, գիշեր ու ցերեկ պիտի աշխատեն մի հատ, ես դու գիտեք որ ձեզ ոնց են վերաբերում, պարոն Ղազարյան, ինչի մասն է խոսքը, ես միշտ ասել եմ 5 կուսակցության գործ եք անում, հարցը դրա չէ, բայց պիտի իրանց խեղդել ասել գործ արեք։ Բա մենք հետ ենք ուզում անենք խանգար ունենք։ Չէ, այդ չեք անում, դու գրում եք ասեք, հա ցեղասպան ԿՊ-ն, ո՞վ է ցեղասպան ԿՊ-ն, որ ձեր պետք դատեն։
Մի հատ էլ Հովիկ Աղազարյանի ինչ որ լրատվամիջոցներ ձայն են տալիս, այդ թափ թփուկ, իրանման թափ թփուկներին։ Բայց դու լսեցի՞ր ինչ ասեցի։ Հիմա որ ասում եմ 107 падգամավորի նամակներ ենք հանձնում։ Այդ 107-ը մենակ ԿՊ-ն է։ Խոսքը վերաբերում է բոլոր падգամավորներին, որպեսզի կատարեն իրենց սահմանադրական։ Դե падգամավորները այդ ամեն ինչը կարող է լինել, պարոն Ղազարյան, երբ որ կա նոր, ախր դուք ինձանից լավ եք հասկանում, երբ որ այդ մոբիլիզացիան կար, ես որ գնացել համոզում էի, խնդրում էի Սրբազանին, դուք էլ պիտի անեք, որ չի կարելի ցրել այս ժողովրդին։ Մենք պետք է գնանք խեղդենք այդ խորհրդարանում այդ ամեն ինչը խեղդել, բանի մասը։ Հիմա ասենք թե որ այդ մի անգամ որ ժողովուրդը հավաքվել են։ Հա, ամեն ինչ պիտի անենք, պարոն Ղազարյան։ Չեն կարա նորից հավաքվել։ Հիմա դա եմ ասում, այսօր Ալիևը հայտարարել է, այս հայտարարությունը, սա կացեք ընդդիմություն։ Այս թեմաներով մոբիլիզացիա։ Հիմա այդ մարտի կարա նորից հավաքվել։ Դուք առաջարկեցիք, չէ, ախր ճիշտ պահին Գյումրիում հրաշալի բաներ, չէ, տեղ ունեցել։ Լավ առաջարկ արեց Հայկ Նահապետյանը, դուք էլ այդ պետք է գեներացնենք։ Հասեք չի էլ, հետո ինչ։ Դե մի անգամ մեռնենք, թե պայքարենք։ Չէ, բայց մենք պետք է ստապ գնանք։ Չէ, պարոն Ղազարյան, ստապ գնանք, այնտեղ արդեն process էր, մենք ճիշտ էիք ասում։ Հիմա նոր process ենք ասում, դուք ասում եք, չէ, միշտ չեք Դուք այս process-ը սկսում եք, սկզբանե դատապարտված process, այս process-ը տանելու է նրան, որ դա տեղի չի ունենալու, հերթական անգամ հիասթափվել են ընդդիմությունից։ Խելքը նրա համար է, որ հաշվեն 5 քայլ առաջ։ Ոչ թե նրա համար է, որ մենք գնում ենք մի հատ ձախողված բանի, որ մի հատ ինչ որ Նարեկ Մալյանը, չգիտեմ ինչը, Նարեկ Մալյան նստի լուրջ, դու լուրջ զբաղվում ես Սորոսի փչացնելով, հրաշալի գործ էիր անում, զբաղվեք։ Հա, անուններ ես ասում, ամբողջական ասեմ, Միքայել Մինասյան, դու պատասխանատու ես, դու ես ասել, որ վարձատրել եմ Նիկոլի, ուրա թիմդ։ Արի զբաղվի, փայլուն թիմդ աշխատում էր, արեք մոբիլիզացրեք, զբաղվեք, այն թռած ինչ էր պաշտպանության նախարարը։ Պաշտպանության նախարարի անունը ինչ է, ես անում եմ այստեղ, ավելին եմ անում, ես ավելին եմ, ինչ էր պաշտպանության նախարարը, Վիգեն Սարգսյան, այդ թռած տղերքդ, որ սաղորը զանգում եք ինչ նորություն կա, ինչով եք զբաղված։ Կոնկրետ առաջարկ արեց, ես հատուկ ձեզ ուղարկել էի, որ լսեիք, պարոն Ղազարյան, Անդրանիկ Միհրանյանը կոնկրետ առաջարկ արեց, գերիների հետ կապված։ Սա վերաբերում է առաջին հերթին հայ-հեղափոխական դաշնակցությանը։ Այսքան տարի ձեր գործընկերները նստած են արդեն, երկրորդ տարին է գալիս, այդ մարդիկ նստած են։ Այսինքն պիտի Մոսկվայից ասեն ինչ պիտի անեք, թե մի հատ արդարացում եք գտել։ Մենք գերիների համար բան ենք ուզում անել, մեզ ասում են ձեր իշխանությունը։ Իշխանություն չկա, իշխանությունը թուրքերի ձեռքն է։ Ինչ եք անում Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, հայ-հեղափոխական դաշնակցություն։ Այս ազգային թևերն եմ ասում, դեք չգիտեմ որ գրողի ծոսնա Ծառուկյանի անունը չեմ տալիս, այն вообще չկա։ Ինչով է զբաղված։ Այնտեղ Արա Աբրամյանը զբաղվի, Անդրանիկ Միրանյանը զբաղվի կամ Սեմեն Բաղդասարովը, հա, այս հարցը բարձրացնի։ Հազարը մի բան կա, որ չի անում այս ընդդիմությունը։ Դրա մասին խոսեք։ Ոչ խորհրդարան, ինչի՞ չի գնում պատիվ ունեմ հարցեր տալու։ Այտենց եմ որոշել։ Յա։ Ձեր որոշելու չի, ձեզ ձայն չեմ տվել, որ դու գնաք ձեր որոշումներով առաջնորդվեք։ Էլ չեմ ասում Հայաստան դաշինքը։ Այնպես որ շնորհակալություն։ Ուրախությամբ։